Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաև։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, կամ ինչ է նշանակում այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության պատգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ ստեղ հարցադրումներ կա, այս ասածների պատասխանը այլևս մենք ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով, եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։ Հրաշալի։ Իսկ կարող եմ մի բան ձեզ հարցնել։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել, անելուց կլինեք, որովհետև Սահմանադրության 115-րդ հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է պատգամավորների 1/3 ստորագրության պարագայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինեք, այդ ստորագրությունները կա։ Իսկ, այսինքն հարցեր են չի առաջանում, ինչի։ Քաղաքական ուժը, երբ որ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այն կողմ հիմք չկա։ Այսինքն, եթե այսօր գնացել եք խորհրդարան, այս մարդիկ հայտարարել են, ինչի չեք էթում են 4 անկախ պատգամավորի, ինչի չեք ուզում ՔՊԿ-ականներից այդ ստորագրությունները։ Մենք հայտարարել ենք, մենք ասել ենք, եթե շարունակում է թիրախավորումը ստեղ, ուրեմն արդեն այդ նպատակի շուրջ մի շարք հարցականներ առաջարկում են։ Այս չվստահությունը շատ վատ բան է։ Եթե չեն վստահում, թող ասեն չեն վստահում։ Դուք պատկերացնում եք այն քաղաքական ուժով այդ մասին շատ հստակ հայտարարություն արել, գործընթաց լինի ու հրաժարվի այդ process-ից։ Իսկ ինչ է նշանակում չեն վստահում։ Ես չեմ լսել այդպես բան են ասել, եթե այդպես բան են ասել, դա էլ է։ Իսկ գուցե այլ նպատակ կա այս ամեն ինչի տակ։